Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր օգոստոսի 26։ Պիտի դատեմ ոչխարի և ոչխարի միջև։ Եզեկիել 34-րդ գլուխ 22-րդ խոսք։ Ոմանք պարարտ են ու բարեկեցիկ և դրա պատճառով ամբարյացակամ են թույլերի հանդեպ։ Սա ծանր մեղք է և շատ վիշտ է պատճառում։ Այդ հրումները կողքով ու ուսով այդ հիվանդներին եղջյուրներով հրմշտելը ցավալի պատճառ են դառնում այն մարդկանց հավաքների մեջ, ովքեր իրենց հավատացյալներ են համարում։ Տերը նկատում է այս հպարտ և ամբարյացակամ արարքները և խիստ բարկանում է դրանց վրա, որովհետև նա սիրում է թույլերին։ Իսկ դու, թանկագին բարեկամ, արհամարհվածներից մեկն ես։ Դու Սիոնում սգավոր և առանձնահատուկ նշանով մարդ ես քո նուրբ ու զգայուն խղճի պատճառով։ Իսկ քո եղբայրները քեզ խիստ են դատում։ Թող որ քո սիրտը չնեղանա նրանց վերաբերմունքից և ամենակարևորը, թող փոխադարձաբար չհրի ու չհրմշտի նրանց։ Թող այդ հարցը թողնի Տիրոջ ձեռքում, նա է դատավորը։ Ինչու ցանկանանք միջամտել նրա պաշտոնին և կատարել այն գործը, որը նրան է պատկանում։ Նա շատ ավելի արդարությամբ կդատի, քան մենք կարող ենք դատել։ Նրա դատաստանի ժամանակը լավագույն ժամանակն է, և մենք կարիք չունենք շտապելու կամ փորձելու արագացնել այն։ Թող անգութ ու կարծրասիրտ շնչողը դողա։ Թեև այժմ նա կարող է անպատիժ կերպով կոպտորեն ճնշել ու ոտնահարել ուրիշներին, նրա բոլոր հպարտ խոսքերը նկատվում են, և դրանցից յուրաքանչյուրի համար նա պետք է պատասխան տա մեծ դատավորի ատյանի առաջ։ Համբերիր, ով հոգի, համբերությամբ լցվիր։ Տերը գիտի քո վիշտը, նրա գութը բորբոքված է քեզ համար։